Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անցերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենացանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Հագցնել հուզմունքը չի օգնում ոչ մի միջոց Տարիներն անցան արագ ինչպես դասամիջոց Եվ դու, և ես, մենք բոլորով Տալիս ենք հրաժեշտ մեր մանկությանը Եվ ասում անանք տարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Պահը չկորցնես նրան ասել սիրուդ մասին Գուցե հենց այսօրվանից քայլեք դուք միասին Դեպի նոր կյանք անկեղծ սիրով Բայց կանգ առեք մի պահ ու դպրոցին ասեք մնաս բարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անցերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Զանգն է վերջին Զանգն է վերջին
Գուցե գախնի մի սեր դառնում է հուշ հնչում է վերջին զանգը կանչում է մեզ նոր կյանքը պիտի գնանք եկել է ժամանակը հնչում է վերջին զանգը կանչում է մեզ նոր կյանքը պիտի գնանք եկել է ժամանակը Բարև ձեզ հարգարժան տնօրեն, հարգելի հյուրեր, սիրելի ուսուցիչներ, ծնողներ և դպրոցականներ։ Այսօր այս գեղեցիկ օրը հերթական անգամ մենք տոնում ենք շրջանավարտի օրը, որը նվիրվում է մի ողջ սերնդի հասունությանը։ Այն իր հետ բերում է բարություն, ուրախություն, հավատ ապագայի նկատմամբ։ Այս օրը դահլիճում գտնվող յուրաքանչյուր ծնողի համար կրկնակի հանդիսավոր է և հուզմունալից։ Այս հանդիսավոր օրը ներկա է նաև Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Պաշտպանության բաժնի պետ, երեխաների և սոցիալական պաշտպանության բաժնի պետ Ստելլա Ավագյանը։ Սիրով խոսքը տրամադրում ենք ձեզ։ Երևան քաղաքի Երևանի վարչական շրջանի ղեկավարի ուղերձը ներկայացնում։ Սիրելի շրջանավարտներ, հարգելի ուսուցիչներ, ծնողներ և ներկաներ,
Վերջին զանգի հուզիչ արարողությունը ոչ միայն հրաժեշտ է դպրոցին, այլև սկիզբ նոր կյանքի, որտեղ ձեզ սպասում են փորձություններ, հնարավորություններ և հաղթանակներ։ Սիրելի շրջանավարտներ, դուք դպրոցը թողնում եք մի ժամանակաշրջանում, երբ ձեր գիտելիքներն ու արժեքները չափազանց կարևոր են մեր երկրի ապագայի համար։ Վստահ եղեք, ձեր աշխատասիրությամբ, ազնվությամբ և նվիրումով կկարողանաք արժանիորեն ներկայացնել և զարգացնել մեր հայրենիքը։ Շնորհակալություն եմ հայտնում ուսուցիչներին, անսահման նվիրումի, սիրո ու աշխատասիրության համար։ Ձեր դաստիարակած սերունդը մեր ժողովրդի լուսավոր ապագան է։ Ցանկանում եմ բոլորիդ առողջություն, երջանկություն, հաջողություններ և խաղաղ երկիր։ Սիրելի շրջանավարտներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ և թող ձեր կյանքի նոր փուլը լինի մեծ նվաճումներով։ Վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայան։ Եկեք դիմավորենք մեր դպրոցի 900 դասարանցիների, որոնց համար 2024-25 ուստարվա այս զանգը վերջինը լինեք։ Աշխատեց, ով կարող էր պատկերացնել, որ ես կդանեմ առաջին մարտով ետ կբերի ժամանակը, ժամանակի մեքենա, ճեսավոքի գերազանցություն է ժամանակի նկատմամբ, հիմա տեսնենք ինձ ոնց կընտրեն թագավորները ու թագուհիները, որպես գյուտարարի, թե որպես ժամանակ խանգարողի։
ճամպրուկներ, մնաք բարով, արդյոք սա է ձեր որոշումը, հեռանալ ամեն ինչից, հողից, հիշողությունից, մեր արյունով պահաճառակությունից, մի նեղացեք ձեր հայրենիքից։ Հայրենիքի բովանդակություն տվողը դու ես։ Հայրենիքդ կործանողնել ես դու, հայրենիքդ շենացնողնել ես դու։ Մի խռովիր։ Մի ուրացիր։ Պատասխանատվություն զգա։ Պաշտպանիր և շենացրու։ Խնամիր և նա կվերադարձնի քո սերը։ Զայրացիր, թաղծիր, հայհոյիր եթե կուզես, բայց վշտից մի ուրացի քո ով լինելը։ Ամոթ նրան, ով կփախչի իր ինքնությունից, բարձր պահեք, հայտնելու, չծնկելու և անցյալը չուրանալու պատիվը, ուղեք ձեր մեջքը, քանզի դուք հայ եք, դուք հայ եք, մի փախեք ինքներդ ձեզնից ու ձեր ճակատագրից, հայրները հպարտություն է, վեհություն, պատիվ և ինչու ոչ, մեր բոլորիս խաշն ու թուլությունը, որ կտակվել է մեզ Աստծուց, և ամոթ նրան, ով կփախչի իր ինքնությունից։ Ներեցեք պարոն դուք ով եք։ Պարոն չէ, արքայից արքա Տիգրան մեծ։ Ես Արգիշտի արքան եմ, ես հայ եմ, և դա ոչ թե ազգություն է, այլ ինքնություն, և ես իմ պատմության, մշակույթի, հավատքի ու ժառանգության կրողն եմ։ Ես Տրթակ մեծ արքան եմ, ես հայ եմ, իմ հազարամյակների խորքից եկող արմատներով ու շարունակում եմ կրել անցյալի փառավոր էջերի լույսը, իմ արյան մեջ հոսում է Հայկ Նահապետի պարգևած ժառանգությունը։ Ես Լևոն մեծագործն եմ, ես հայ եմ, և հայերենն իմ սրտի իմ հոգու ձայնն է, որի ամեն մի բառում, ամեն մի ըրջնում, սերունդների միջոցով ուղված նախնիների պատգամն է։ Ես Աշոտ Երկաթ թագավորն եմ, ես հայ եմ, պահեք ու պահպանեք ձեր հոգևոր արժեքները, եկեղեցիներն ու վանքերը, արվեստը, ճարտարապետությունը և վերջապես հայ երգն ու պարը։ Մուկների որը դրտոց զարգերի մեջ, զուրաների արևածոր հնչյուններում, ու ելել ենք ինքնամորած, արիական, ու պարել ենք գոյատեման պարը վսեմ, ու պարել ենք ինչպես ոչ ոք դեռ չի պարել, արնասկյանքի ու պարքալի։ Հեյ, ով է զսպում թևածում իր թևերի, ով է զսպում արյան երկը իր ոտքերի, ելեք, այս սաղկաշատ զորերի մեջ, այս տաշտերում արևանից, մենք դեռ պիտի պարենք, մեր այս պարը մակարումին, մեր այս պարը հարատևման, լեռների մեջ, լեռների հետ, դար ու դարեր,
Ես Հայոց Թագուհի Փարամձեմն եմ, ես հայ եմ և պայքարեմ հանուն մեր հայրենիքի, աջակցել իմ արքային, մասնակցել ժեգի կառավարման ու բարգավաճման գործերին։ Ես չեմ լքել իմ հայրենիքը, այլ իմ ուսերակրել եմ հայոց պետության ու հայ ժողովրդի հոգսերը։ Ես Զապեր Թագուհին եմ, ես հայ եմ և հպարտ եմ, որ կրում եմ իմ ժողովրդի հավատքը, պատմությունն ու ոգին։ Կառուցեք ու շենացրեք ձեր երկիրը, հայուհիներ, եղեք առաքինե ջան, ողջախոհ և իմաստուն։ Ես Աշխեն Թագուհին եմ, ես հայ եմ, ապրել եմ իմ կյանքը կատարել քրիստոնյայի պես, բարեպաշտությամբ և բարեգործությամբ, օրիորդներ հայոց աշխարհի, եղեք հավատարիմ, ավանդապահ, ցանկացած տանջանք ու զրկանք տանող և սուրբ պահեք ձեր անունը։ Ես Հայոց Թագուհի Սահականուշս ոչ թե միայն իշխելու, այլև ծառայելու կոչումով եմ ձեր առջև կանգնած։ Իմ խոսքն ու վարվելակերպը պիտի լինի ձեր լույսը, ինչպես վեհաբար արեգակը իր վեհությամբ, բայց նաև իր ջերմությամբ։ Փոխանցում եմ ձեզ մեր պապերի մշակույթը, երգն ու հեքիաթը, գորգին, նախշն ու հացը, հավատը ու սերը, որ կոփել են մեզ ազգ դարձած։ Թող իմ կյանքը առաքինության օրինակ լինի ձեզ համար, իսկ մեր մշակույթը ձեր հոգու տունը։
Միթե թողնում եք Երևանը, իմ ձեռքով հիմնածին քաղաքը, ամոթ է թողնել տունը, որ ձեզ է վստահված։ Ինչու եք լքում իմ այն, երբ նրան պետք է ձեր սիրտն ու վաստակը։ Վերջի վերջո ծնվել եք Երևանում և պարտավոր եք սիրել ձեր քաղաքը։ Պիտի Երևանն էլ քեզ սիրի ու ընդունի ու հարգի։ Միայն գալով և տնավորվելով չէ, պիտի ես փողոցներում, մայթերում, քանի զույգ կոշիկ մաշած լինես։ Պիտի քո քաղաքի փողոցներում կռված ու բարեշած լինես։ Բարտովոցի ու յոթքան խաղացած լինես։ Պիտի սիրահարված ու սիրված լինես։ Ես քաղաքում բանեկազար տնկած լինես, մի քանի քար էլ քարի վրա դրած լինես։ Երևանը, անցած վերս, անցած սիրո երկը, Երևանը, Ու ամենակարևորը, պիտի այս քաղաքը մաքուր պահես օտար բարքերից ու օրենքներից։ Պիտի սիրես այս քաղաքի լավ ու բարի ավանդույթները։ Մեր Երևանը միայն քաղաք չէ, սա հոգեվիճակ, փիլիսոփայություն, ինքնասիրություն ու անվատնելի սեր է, ծնողի ու զավակի սեր։ Երևանս, իմս, ընկերս, քաղաքս, դու միշտ ինձ շատ սիրել ու ներել ես, ճանապարհել ես ու սպասել, ճանապարհ ես հարթել ինձ, ու մեկ էլ ծափարել ես, երբեք ինձ մենակ չես թողել, միշտ կողքիս ես եղել, հաճախ սրբել ես արցունքներս, դու միայն ժպտա, հույսդ հանկարծ չկորցնես, իսկ ես կավակը։ Բացահայտել եք ձեր երկիրը։ Ոչ, ես չեմ խոսում այն մասին, ինչ տեսել եք գրքերում։ Ես հարցնում եմ, բացահայտել եք նրա հոգին, նրա տակ հողի շունչը, նրա լեռների լռության ուժը։ Այս երկիրը ծայրից ծայր անցնելու, հետազոտելու, սիրահարվելու, մանուկներով բացահայտելու երկիր է։ Ու այս երկիրը բացահայտելու համար մենք պիտի կանգնենք ամենաբարձր կետին, որ տեսնենք այն, ինչը հայրենիք ենք անվանում ու սիրում ենք այնքան ջերմ, ինչպես մորն են սիրում։ Մենք պիտի գոնե մի անգամ ամուր կարչենք ժարից չընկնելու համար, որ զգանք ինչքան ամուր կարող է գրկել հողը։ Մենք պիտի գոնե մի անգամ լեռների վրա լուսաբաց դիմավորենք, որ հասկանանք, թե ինչպես ենք վերածնվել սարսափելի գիշերներից հետո, մենք պիտի հավերժ մոռանանք գնալու մասին։ Մենք պիտի միայն վերադառնալ սովորենք, տուն արի և չվախենաս, որ չես գտնի, դու մոռացել ես սկիզբը, բայց լեռները քեզ կհիշեն։ Դու այն երկիրն ես, որտեղ ամեն ինչ ապրում է հիշողությամբ, ու ամեն ինչ հիշողություն ունի։ Ամեն քար, ամեն թուփ, ամեն բլուր ու ամեն լեռ։ Այն երկիրը, որ բոլորն ապրում են հիշողությամբ, ու ամեն հիշողություն պատմություն ունի։ Ուրախ կամ տխուր, լավ
անվատ, բայց բոլորն էլ սիրում, բոլորն էլ ամոռաց, բոլորն էլ հայերեն ու հայկական։ Եվ ես դեռ վերադառնալու եմ իմ հիշողությունների ետևից, քանի որ ես իմ ոտնաձայները թողել եմ իմ լեռներում, իսկ լեռները ոչինչ չեն մոռանում, նրանք պահում ու պահպանում են իմ ոտնաձայները իրենց վիհերում, հավերժական ձներում և օտարներին անմատչելի կատարներին։ Ես գիտեմ, ես վստահ եմ, որ այդ օրը չէ, քանի որ իմ լեռները հիշում և սպասում են ինձ։ Եթե դուք այսպես եք կարծում, ապա ինչի համար են այս ճամպրուկները։ Այս ճամպրուկները մեր հայրենին լքելու համար չեն, դրանց մեջ հագուստներ կամ իրեր չկան, այլ երազանքներ են, մեր ապագայի պատկերները, մեր փոքրիկ գաղտնի ցանկությունները, մեր հավատը, մեր հայրենիքի հանդեպ։ Մենք չենք փախչում մեր երազանքներից, մենք մնում ենք այդ երազանքներով, տեսնելով մեր մանկության օրանը, դպրոցը։ Սա այն տունն է, որտեղ կարող ենք պահ տալ մեր երազանքները, առանց վախի, որ կկորչեն։ Որովհետև այստեղ, դասարանների լռության մեջ, մեր ձայները միշտ արձագանքելու են։ Եվ երբ վերադառնանք տարիներ հետո, մենք կվերադառնանք ոչ թե պատերի մոտ, այլ մեր երազանքների տուն։ Մեր ժամանակը մոտեցավ ավարտին։ Այժմ մենք գնում ենք, ոչ թե պարտված, այլ հանգիստ, որովհետև դուք այստեղ եք։ Ձեր աչքերում մենք տեսանք մի բան, ինչը երբեմն մեր սրտերում պակասեր, հավատ։ Եվ այդ հավատով մենք թողնում ենք ձեզ մեր հողը, մեր երկինքը, մեր լեռները և մեր լեզուն։ Դրանք այլևս ձերն են։ Մենք գնում ենք մեր ժամանակները, հանգիստ, թեթև սրտով, որովհետև հայրենիքը ձեր ձեռքերում է։ Դպրոց, այսօր քեզ հրաժեշտ ենք տալիս գրկում պահելով մեր մանկությունը։ Դու մեզ սովորեցրիր ոչ միայն գիտելիք, այլև կյանքի իրական արժեքները, ընկերություն, վստահություն, կարեկցանք։ Գնում ենք, բայց հոգով միշտ քեզ հետ ենք լինելու։ Շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Քո միջոցներով քայլելիս մենք գտանք ամեն ինչ՝ սեր, հարգանք, հոգատարություն, կյանքի փորձ։ Քեզ շատ ենք սիրում, մեր հարազատ հավուստան, ու մի օր էլ գալու ենք, մեր երեխաներին էլ հենց քեզ լցնենք։ Սպասեք, նորից մի բան ասել չեք հավատա։ Ասում են վահանը նորից ժամանակը հետա։ Ես ընդամենը 50 տարով եմ ժամանակը ետ տարել։ Այժմ եկեք դիմավորենք մեր հարազատ կրթօջախը 50 տարի ավարտած, առաջ ավարտած շրջանավարտներին։ La
Ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուչ, թե կատակեր և թե լուչ, թե հեքիաթ կախարդական, և թե կյանքեր իրական, կարծես եկեր դեր դասարաններ, ախ ես ոնց էջերմակ էր, իմ դասատուն են ջահեր, ու հնչեց զանգը, հնչեց, ու հնչեց վերջին անգամ, վերջին ծաղիկներով, մի քիչ բացաչքերով, կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած, մնաք բարով։ Հարգելի կրթություն, հարգելի ուսուցիչներ, ներկաներ։ Ես ամենից առաջ ողջունում եմ իմ դասընկերներին, որ այսօր նույն ժպիտով կանգնած են նույն բեմում, որ անցել է շուրջ 50 տարի։ 50 տարի թվում է դե շատ, բայց կարծես 3 էր։ Այսօր նորից վերադարձել ենք մեր հարազատ օջախը, մեր 120 դպրոցը, որ կարոտով սպասում ենք։ Այստեղ ոչ միայն գիտելիք ենք ստացել, այլ ձեռք ենք բերել ընկերություն անել, ձեռք ենք բերել մարդ սիրել և ամենակարևորը մնացել ենք մարդ։ Սիրելի նոր սերունդ, ձեզ ենք ուղղանցում սեր դեպի դպրոցը, թող հարատև լինի այն և բարձր պահենք և գնահատենք մեր ուսուցիչների աշխատանքը, սիրենք, հայպայենք և հիշենք։ Շնորհակալություն եմ հայտնում տնօրինությանը, սիրելիս։ Շնորհակալություն եմ հայտնում Իսկույի Ղազարյանին, որ ինքն է կազմակերպել։ Մենք այսօր դարձանք նորից 17 տարեկան։ Շնորհակալություն բոլորին։ Իսկույի Ղազարյան, շնորհակալություն։ Լավ հայունի, լավ մարդ, լավ ուսուցիչ, բոլորին 1000 անգամ շնորհակալություն։ Ինչքան ներակցել քիչ է։ Ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուչ, թե կատակեր և թե լուչ, թե հեքիաթ կախարդական, և թե կյանքեր Այսօր, երբ վերջին զանգը հնչում է, մենք նայում ենք ձեզ և հասկանում, թե որքան կարևոր է եղել մեր կյանքում։ Դուք մեր դասարանի լույսն եք, մեր ոգեշնչումն ու մեր սրտերի ուրախությունը։ Այսօր, երբ վերջին զանգը հնչում է, մեր սրտերում խառնվում է ուրախությունն ու թախիծը։ Մենք նայում ենք ձեզ և հասկանում ենք, որ դուք եք մեր ուժը, մեր պաշտպանությունն և մեր ամենալավ ընկերները։ Մենք չենք մոռանա ձեր քնքշությունն ու ջերմությունը, որով դուք միշտ շրջապատել եք մեզ։
Շնորհակալ ենք, որ եղել եք մեր կողքին, որ դարձրել եք մեր դպրոցական օրերը վառ ու անզուգական։ Մենք չենք մոռանա այն զվարճալի պահերը, երբ դուք փորձում եք դուրս լինել, բայց չեք կարողանում զսպել ձեր ծիծաղը։ Մենք չենք մոռանա ձեր խենթ արկածները եւ այն անկեղծությունը, որով միշտ մոտեցել եք մեզ։ Մենք սիրում ենք ձեզ եւ վստահ ենք, ուր էլ որ գնաք, դուք կմնաք մեր սրտերում որպես ամենաթանկ ընկերներ։ Մենք սիրում ենք ձեզ եւ վստահ ենք, որ ուր էլ որ գնանք, դուք միշտ կմնաք մեր կյանքում որպես ամենաթանկ ընկերներ։ Սիրելի ուսուցիչներ, այսօր, երբ վերջին զանգի հնչյունները լցնում են դահլիճը, մեր սրտերում զգացմունքների ալիք է, խորը երախտագիտություն, թախիծ եւ անսահման հպարտություն, քանի որ մենք եղել ենք ձեր սաները։ Դուք եղել եք մեր փարոսը գիտելիքների ծովում, մեր ապաստանն ու ոգեշնչումը դժվարությունների պահին, ձեր անսպար համբերությունը, իմաստությունն ու ոգեշնչումը ցույց տվեցին մեզ ոչ միայն գրքերի ճշմարտությունը, այլև կյանքի իրական արժեքները։ Դուք մեր ուսուցիչներն եք, բայց նաև մեր ներքին առաջնորդներն ու վստահության աղբյուրները։ Մենք հասկացանք, որ ձեր գործը միայն պարզապես դասախոսել է, այլև իրականացնել այն համոզմունքը, որ իրական կրթությունը սկսվում է սրտից։ Սիրելի ուսուցիչներ, դուք այն լույսն եք, որը մեզ առաջնորդում է մութ միջանցքներում, ցույց տալով, թե որտեղ է ճշմարիտ ճանապարհը։ Դուք նման եք գարնանային անձրևին, որը բաբախում է չոր հողին, նոր կյանք ներշնչելով այնտեղ, ուր թվում էր, որ ոչ մի բան չի աճում։ Շնորհակալ եմ ձեզ սովորեցնելու, թե ինչպես ներսից գտնել ուժը եւ ինչպես պետք է օգտագործել այն, փոխելու մեր աշխարհը։ Հարգելի տնօրեն, Տիկին Քոչարյան, դուք մեզ ընդունեցիք հենց այն օրից, երբ սկսեցիք աշխատել այս դպրոցում։ Մենք մեր ճանապարհը այս դպրոցում սկսեցինք միաժամանակ։ Դուք նոր տնօրեն, մենք նոր աշակերտ։ Ձեր աջակցությունն ու հոգատար վերաբերմունքը երբեք չենք մոռանա։ Դուք եղաք մեզ համար ոչ միայն տնօրեն, այլև մեր վստահելի մարդը։ Մենք հասունացանք ձեր ներկայությամբ, իսկ դուք դարձաք մեզ համար ուժի ու հոգատարության խորհրդանիշ։ Շնորհակալ ենք մեր կողքին լինելու, հավատալու եւ ներշնչելու համար։ Հարգելի փոխտնօրեններ, ընկեր Հակոբյան եւ ընկեր Նահապետյան, ուզում ենք խորին երախտագիտությունը հայտնել ձեզ, դուք ձեր պատասխանատու գործով հաճախ նաև հանդեսանելի, հետևում եք, որ մեր ամեն օրը դպրոցում անցնի կազմակերպված, անվտանգ եւ զարգացնող միջավայրում։ Շնորհակալություն ձեզ հոգատարության, արդարության եւ նվիրվածության համար։ Սիրելի ընկեր Կամավոսյան, մեր առաջին ուսուցչուհի, ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեզ մեր առաջին առաջնորդը լինելու համար։ Դուք մեզ նվիրեցիք ամենամաքուր ժպիտով, սովորեցիք առաջին տառերը, առաջին հաշիվը, առաջին ընկերությունն ու առաջին հաղթանակի արժեքը։ Դուք հավերժ կմնաք մեր սրտերում, որպես առաջին ուսուցիչ, առաջին բարեկամ եւ առաջին ոգեշնչող։ Շնորհակալություն ընկեր Խաչատրյանին, բարերի կախարդանքը բացահայտելու, մտքերը գեղեցիկ հյուսելու եւ սրտի ձայնը լսելու ուժ տալու համար։ Շնորհակալություն ընկեր Վարդանյանին, մեզ լոգիկա սովորեցնելու, համբերել սովորեցնելու եւ ցույց տալու համար, որ ամենավառ խնդիրն է ունի իր լուծումը, եթե միայն հավատանք ինքներս մեզ։ Շնորհակալություն ընկեր Հայրապետյանին ոչ միայն մաթեմատիկական գիտելիքների, այլև կյանքի երաշխները բացատրելու համար, ամենափոքր անգլից մինչև ամբողջ տիեզերք։ Շնորհակալություն պատմության ուսուցչուհի ընկեր Ղազարյանին, դուք բացեցիք մեր աչքերը դեպի անցյալի հերոսական էջերը, սովորեցիք հպարտանալ անցյալով եւ հավատալ ապագային։
Շնորհակալություն Ընկեր Հովհաննիսյանին մեզ սովորեցնելու համար ոչ միայն տարերի օրենքները, այլ նաև կյանքի մեծ բանաձև, փորձ, սխալներ եւ հաղթանակներ։ Շնորհակալություն կենսաբանությանը Սուշեն Գերղազարյանին, մեզ սովորեցնելով, որ կյանքը հրաշք է, պետք է գնահատել բնության ներդաշնակությունը եւ սիրել մեր շրջապատող աշխարհը։ Շնորհակալություն ընկեր Բաղդասարյանին եւ Միս Բարին մի նոր լեզվով աշխարհը բացահայտելու եւ այլ ժողովուրդներին հասկանալու համար։ Շնորհակալություն Լաուրա Զավելևնային։ Շնորհակալություն Լաուրա Զավելևնային մեզ սովորեցնելու, որ լեզուն կամուրջ է, ժողովուրդների, սրտերի եւ երազանքների մեջ։ Շնորհակալություն ընկեր Մարտիրոսյանին ու ընկեր Վարլոյանին, մեր առաջ ամբողջ աշխարհը բացելու համար։ Դուք մեզ սովորեցիք ոչ միայն աշխարհի քարտեզը, այլև կյանքի անտեսանելի քարտեզը։ Շնորհակալություն ընկեր Սարգսյանին մեզ համար նոր դռներ բացելու եւ ապագայի առաջընթաց ճանապարհներին պատրաստելու համար։ Շնորհակալություն ընկեր Նապետյանի համար մեզ սովորեցնելու հասկանալ հասարակություն, մեր շրջապատող կյանքը եւ մեր կյանքը այդ աշխարհում եւ մեր դերը այդ աշխարհում։ Պատասխանատու եւ հայրենասիրական դասեր տալու համար։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն ընկեր Բարիկյանին մեզ սովորեցնելու պայքարը եւ արժանապատվեն ցկտել հաղթելու եւ երբեք չհասնվելու։ Շնորհակալություն ընկեր Վարդանյանին, վերջության սերն ու սփռելու համար, մեր հոգաբույն նոր բանկյունները բացահայտելու համար։ Սիրելի ընկեր Քրիստինե, անչափ շնորհակալ ենք ձեր հոգատարության, համբերության եւ բարի սրտի համար։ Ձեր ժպիտը հաճախ դեղ է եղել մեր ցավին, իսկ ձեր աջակցությունը հանգստություն մեր սրտին։ Սիրելի քնար տատիկ, շնորհակալ ենք ձեզ մեր դպրոցի բարի պահապանը լինելու համար։ Ձեր ջերմ հայացքը մեզ միշտ դիմավորում եւ ճանապարհում էր, մաղթելով մեզ խաղաղ օր եւ վստահություն։ Հարգելի դպրոցի մյուս աշխատակիցներ, իրականում դուք այն մարդիկ եք, ովքեր դպրոցը դարձրել են անվտանգ, կարգավորված, մաքուր ու ներդաշնակ միջավայր մեզ համար։ Ձեր կատարած աշխատանքը անփոխարինելի է, իսկ ձեր նվիրվածությունը խորապես գնահատելի։ Սիրելի մայրեր, դուք կյանք եք պարգևում ոչ միայն ծնունդով, այլ նաև զոհողությամբ, ձեր խոսքերով ու լուր աղոթքներով։ Ձեր սերն անփոխարինելի է, իսկ ներկայությունը անգնահատելի։ Այսօր եւ ամեն օր խոնարհվում ենք ձեր առաջ անսահման երախտագիտությամբ։ Եվ ամենակարևորը, աշխատենք միասին, աշխատենք իրար սիրելով, իրար ներելով, իրար կյանքի պես պաշտելով, իրար պարզ ասած համակրելով։ Սիրելի դասներ, ընկեր Խաչատրյան, այսօր մենք կանգնած ենք այս բեմի վրա արդեն վերջին անգամ որպես ձեր աշակերտներ։ Հիմա հասկանում ենք, թե որքան բախտավոր եք եղել, որ մեր կողքին եղել եք հենց դուք։
Ձեր խստությունը, համբերությունը, սրտացավությունը դարել են մեր ամենօրյա ուղեկիցները։ Երբ մենք սխալվում էինք, դուք չէիք մեղադրում, երբ հաջողում էինք, դուք լուրջ ժպտում էիք, աչքերում հպարտություն։ Մենք այնքան շնորհակալ ենք ձեր ներկայության համար։ Դուք մասնակցել եք մեր մեծանալուն, ոչ միայն գիտելիքներով, այլև վերաբերմունքով։ Դուք կմնաք մեր կյանքի ամենակարևոր էջերից մեկում, այն էջում, որտեղ մենք սովորեցինք լինել լավ մարդ։ Խոնարհում ենք ձեր աշխատանքի, ձեր նվիրումի, ձեր սիրո առաջ։ Ձեր հետագա ճանապարհը թող լինի լեցուն նույնքան սիրով ու լուսավոր բարով, որքան որ դուք պարգևեցիք մեզ։ Մեր շատ սիրելի դասղեկ, ընկեր Ղազարեն ջան։ Միշտ ասել են, որ սերը գալիս է այնտեղից, որտեղ ջերմություն կա, վստահություն և լույս։ Դուք մեզ ցույց տվեցիք, որ սերը գալիս է փոքրիկ ուշադրության, ամեն խորհրդի, ամեն աջակցող հայացքի մեջ։ Մենք շատ բան կարող ենք հիշել, կարող ենք երկար խոսել, պատմել այս տարիների ընթացքում ձեր կողմից ցուցաբերած յուրաքանչյուր սրտացավ վերաբերմունքի մասին։ Ու հենց դրա համար մենք ուղղակի ուզում ենք ասել, մենք ձեզ շատ սիրում ենք։ Չկա սրանից ավելի մաքուր ճշմարտություն, ու հենց այդ սերը մնալու է հավերժ։ Գիտեք ինչ, ես երկար չեմ խոսի, ոչ թե չունեմ ինչ-որ բան ասելու, այլ որովհետև ասելքս տեղավորում է մի քանի բառի մեջ։ Դուք մեզ հետ էիք, երբ մենք ծիծաղում էինք։ Դուք մեզ հետ էիք, երբ մենք լռում էինք, և դուք մեզ հետ էիք, երբ մենք սխալվում էինք։ Դրա համար ես պարզապես կուզենայի ձեզ ասել շնորհակալություն։ Եվ էլի մի բան, մենք ուժեղ ենք միասին։ Հարֆանատը ներկայացնում է Այսօր կարծես մեր հոգում Խին բուտակից միասին է Արցունքի միջից նայում Ջերմ ժպտում ենք մենք իրար Մեր մեջ հուշերն են նույն բան Ուրախ տխուր նույն խոհերը Իսկ շուրջը տակ հայացքներ են Դեմքեր են այնքան հարազատ Մենք ձեզ ասում ենք մնան բարով Մեր սիրելի ուսուցիչներ Մեր հարազատ դպրոցներից մեր օրեր Ու լուսավոր բարիներ Մենք ձեզ ասում ենք մնան բարով Մեր սիրելի ուսուցիչներ Մեր հարազատ դպրոցներից մեր օրեր Ու լուսավոր բարիներ Այսօրանից մեր առաջ բացվում են ուրիշ ճամփաներ նոր Այսօրվանից կյանքն արդեն կանչում է մեզ նոր այլաբեր Եվ սրտերում մեր հիմա ուրիշ հույսեր երազներ կան Այսօր հրաժեշտի օր է բայց և տոն մի նոր հանդիպման Մենք ձեզ ասում ենք մնան բարով մեր սիրելի ուսուցիչներ
Սիրելիներս, շնորհավորում եմ Եկ խոսք միայն, թող երկով ու ծաղկած գարուններով անցնեն ձեր կյանքի ճանապարհները։ Վստահ եղեք, անպայման վստահ, բայց ունկնդիր ձեր խղճի ձայնին։ Շնորհավորում եմ բոլորից, պարզապես մի բան կասեմ, նայեք ինձ ու ամեն ինչ պարզ է, ինձ թվում է խոսքերն ավելորդ են, ես սիրում եմ ձեզ։ Խոսքը գրվում է դպրոցի տնօրեն Տիկին Քոչարյանին։ Սիրելի ուսուցիչներ, հարգելի ծնողներ, սիրելի աշակերտներ, շնորհավորում եմ ձեզ բոլորին այս գեղեցիկ ու հիշարժան օրվա արդիվ։ Ես էլ եմ հուզված, ոնց որ Ալենը ասաց, կարճ եմ խոսելու։ Սիրելի աշակերտներ, մտնում եք մեծ կյանք։ Նոր ճանապարհ եք սկսում, թող այդ ճանապարհը լինի նոր երազանքների, նոր հաջողությունների և հաղթանակների տարիներ։ Շնորհավորում եմ բոլորին, ես եմ իսկապես, ինչպես ասացի, դուք առաջին անգամ ոտք դրեցիք այս դպրոց որպես աշակերտ, իսկ ես որպես ղեկավար։ Իսկապես հուզումնալից էր այդ պահը, անցան տարիները, ես զգացված եմ, որ ձեր նման սերունդ ենք կրթում և կյանք ճանապարհում։ Նաև ուզում եմ այսօրվա մեր հյուրերին շնորհակալություն հայտնել, որ նաև ընկեր Ղազարյանին, որ այսօր եկել են այս միջոցառմանը, կիսում են իրենց հուզմունքները, իրենց ապրումները, հիշողությունները, շնորհակալություն, որ հիշում եք, լավով եք հիշում դպրոցը, ուսուցչին և ուսուցչի կատարած աշխատանքը։ Շնորհակալություն այդ հիշողությունների համար։ Իրենց սրտի խոսքն են ցանկանում հղել մեր շրջանավարտների ծնողները։ Շնորհավորում եմ բոլորիս, շնորհակալությունս եմ հայտնում բոլոր ներկաներից, բացակա ուսուցիչներից, որոնք մեծ ներդրում ունեն մեր աշակերտների այս ամեն ինչը հասցնելու համար, անձինս մեր դասնեկներին։ Լավ ուսուցիչը մոմի պես է, այն սպառում է իրեն իր աշակերտների ճանապարհը լուսավորելու համար։ Լավ ուսուցիչը սովորեցնում է սրտից, այլ ոչ թե գրքից։ Եվ աշխարհի ապագան այսօր կանգնած է այստեղ, եւ դա ձեր երկու դասարանն է։ Իսկ բոլոր ծնողների կողմից ուզում եմ ասել ամենակարևոր բառը, որը կարող է ասել ծնողը ուսուցիչներին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ։
Սեղանից կյանք արդեն կանչում է մեզ նոր այլապես Եվ սրտերում մեր հիմա ուրիշ հույսեր երազներ կան Այսօր հրաժեշտի օր է բայց և տոն մի նոր հանդիպման Մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ մեր հարազատ դպրոցներ մեր օրեր ու լուսավոր տարիներ Մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ մեր հարազատ դպրոցներ մեր օրեր ու լուսավոր Անցել ենք մանկություն, տարիներ գլորվեցի, պատանին մեզ դարձրեցի Ես ու դու ունենք մի պատմություն, իմ ու քո դպրոց երջանկություն, հարազատ մի ընտանիք, ուրանհոգ էինք երջանիկ Դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր ժամանակ մի պահ առել ես կանք ու դարձել ես վերջին զան Դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր ժամանակ մի պահ առել ես կանք ու դարձել ես վերջին զան Ես կողքի բակում ենք մենք կռվել Տղերքով մեկ դասից փախել ոչ ավել ու ոչ պատկած Ձեզ եղել ենք պատուհաս Ես այստեղ լացել ու ռախացել Խենց սիրել եմ կամել ուշացել Իմ դպրոց հավերժ կանգնած Հեռանում եմ ես անդարձ Դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր ժամանակ մի պահ առել ես կանք ու դարձել ես վերջին զան Դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր ժամանակ մի պահ առել ես կանք ու դարձել ես վերջին զան Միշտ զանգում ենք, միմյանց հետ մի հարցում ենք, իչոտ տանում ենք, օգնում ենք, օրդ ենք տանում, շնորհակալություն։ Սա կնորեն է լավ, արի կնորեն ջան, ուրա։ Կների։ Շնորհակալ։ Որ դուք շնորհակալություն կանխաշնորհեցիք ուշել մեր հայտնիքես։ Ես գիտեմ, որ դուք բոլորով եք մտերիմ, ուղղակի ինչ-ինչ բան։ Այո, մենք որ շուտ է Շատ ուրախ ենք, լավ զգացում եք, մեծ բարոքին հիշողությունները արծացվի ձեր մեջ։ Թող
Շնորհավորում ենք նորից ձեզ եւ շնորհավորում ենք Ձեզանից շատ շնորհակալ ենք։ Գլոր տաշներին եկեք ստեղ։ Շատ լավ կազմակերպել էիք իհարկե, օրինակ ես մեծ բավականություն ստացա, ճիշտ ասած։ Եկեք մյուս ասանալու։ Ես այս կայն եկելու։ Եկեք ոչարան, տարի դոյն դասեկական։ Եկեք ոչարան, ոչ մի տարն ու բարը ծաղկացրած չէ։ Ամեն ինչը ի սրտե է։ Անընդհատ ասում կարոտում եմ իմ դպրոցը։ Շատ եմ կարոտում, իրոք շատ եմ կարոտում, ամեն ինչ հաճախակի այցելեք։ Ափսոս դիմեցին դիբեր։ Կարող է այդտեղ կաք ամեն օգտովակ էլի նստեք։ Ճիշտ անստեք ետ հատ ամեն է։ Միշտ խորհուրդ եք տվել ձեր խաղը։ Պետք է երեխեքին միշտ սերմանել դա, որ երեխեքը կարողանան պահել շարունակել։
ակնթարթի պես այս տարիներն ասես ինչպես երազանցան ու վերջին զանգ դարձավ Կանչում են զանգերն ապագայից բայց հրաժեշտի խոսքեր են հնչում ակամայից Վերջին անգամ ընջի դու զանգ դու մեզ մասիր գուցե մենք անք մեր ուզուցի ջանկին դու լավ դու մեր բարի քեզ փոթողած այս քանդարի Վերջին անգամ ընջի դու զանգ դու մեզ մասիր գուցե